Ճանապարհներ, ջրագծեր, կոյագծեր, այս ամենը միաժամանակ Դիլիջան համայնքի ամենամեծ գյուղահաղարծինը ընդարձակ շինհրապարակի է վերածվել։ Բնակավայրում երբևէ իրականացված ճանապարհաշինական ամենածավալուն ծրագրով առաջին անգամ տուֆապատվում է գյուղամիջյան 6 ճանապարհ, ընդհանուր 1,5 կիլոմետրից ավելի։ Մինչև գործը տուֆին կհասներ, նախ կառուցել են խմելու ջրագծերը, կոյագծերը, հենապատերը։ Հենապատի աշխատանքները լրիվ 6 փողոցներում արդեն ավարտել ենք։ Ջրագիծը ու կոյուղին 2 փողոցում լրիվությամբ ենք ավարտել, տուֆապատումը մի փողոցում ավարտել ենք, մեկը կավարտենք 2 օրից, այս փողոցում կավարտենք 20 օրից, ընդհանուր աշխատանքներից մոտ մի 60%-ը արդեն ավարտել ենք։ Ընդհանուր հաշվով 1,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է կառուցվում, որից արդեն մոտ մի 900 մետր արել ենք, մի քիչ ավել։ Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են գյուղամիջյան հիմնական մեծ թաղամասերը իրար կապող ճանապարհները, որոնք անճանաչելիորեն փոխվում են, բարեկարգման հետ նաև լայնացվում մեքենաների երթևեկի համար։ Տեղեր ունենք, դաժե 3 մետր չէր ապահովում, մի մեքենա չէր կարող, նորմալ մեծ մեքենան շատ դժվար, բաժարնին չէր կարող անցնի տեղով։ Հիմա հիմնականը տենց բան էլ չունենք։ Տեղեր ունենք, դաժե 2 մեքենա, 2 մեծ մեքենա կարա իրար մոտով անցնի, օրինակ այս փողոցում 2 հատ մեծ մեքենա իրար մոտով կարա անցնի։ 260 միլիոն դրամից ավելի ընդհանուր արժեքով ծրագրի 169 միլիոնից ավելին պետության մասնաբաժինն է։ Շինարարությունում ընդգրկված են գյուղի բնակիչները հենց իրենց իսկ թաղամասերում։ Սամվել Թամրազյանն այս ճանապարհին մոտ է ապրում, ասում է, սկզբում հենապատն են կառուցել, 1,5 ամիս առաջ էլ սկսել են տուֆապատումը։ Առաջ ցեխերստի մաշինքերը չէին կարող գնալ, բան հիմա Սոլիկով են կարում գնանք գալիս են ժողովուրդը։ Մեծ թաղամասնաստի լեն ճանապարհը շատ լավ է։ Մեր թաղով են աշխատում, մեր գյուղի համար։ Շինարարները վստահեցնում են, եթե եղանակը չխանգարի 2-ից 2,5 ամսից ճանապարհները պատրաստ կլինեն։ Սրանով բարեկարգ է դառնում Հաղարծին գյուղի մեծ թաղամասեր տանող ճանապարհների գրեթե 80%-ը։ Իրինա Մկրտչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։